Բեղերի արանքով, քամահարանքով ու քմծիծաղով է Ալիևը պատասխանում հարցին, թե ինչպես է նա վերաբերվում Հայաստանի վարչապետի շրջանառության մեջ դրած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Սա Հայաստանի իշխանության պատկերացրած խաղաղության օրակարգի մի մասն է, որով նախատեսվում է Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացում, ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի կառուցում, Կասպից ծովը միջերկրականին կապող ուղու վերագործարկում, ծոցը Սև ծովին միացնելու հնարավորություն։ Խաղաղության խաչմերուկի մասին Ալիևն իր պատկերացումն ունի։ So-called Peace Crossroad. Ինչ վերաբերում է այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIP-ը։ Ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր խաղաղության խաչմերուկը։ Այլ կերպ ասած, Ալիևը խոստովանեց, որ խաղաղության խաչմերուկ գոյություն չունի բանակցային սեղանին, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը այդպիսի մի փաստաթուղթ է ստորագրել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության տեսքով։ Ըստ փորձագետների, Ալիևի նման խոսույթը հետաքրքրական էր նաև այն առումով, որ նա ցուցադրեց Ադրբեջանի իրական մտադրությունները, եւ սա չափազանց կարևոր է այն համատեքստում, երբ անընդհատ հայտարարվում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է երկարատև խաղաղության գործընթաց։ Չափազանց կարևոր արձանագրում էր այն իմաստով, որ Ադրբեջանը իր արտաքին քաղաքականությունը խաղաղության օրակարգի մասով նաև ինչ որտեղ պայմանավորում է այս կամ այն ադմինիստրացիայի հետ իր հարաբերություններով եւ իր ստանալիք շահերով։ Եվ պատահական չէ, որ TRIP-ը նա ուղիղ կապեց Թրամփի վարչակազմի հետ, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես ասպարեզ հանված, այսպես կոչված խաղաղության խաչմերուկը կապեց բայդենյան վարչակարգի հետ։ Ըստ քաղաքագետների, Ալիևի խոսույթից կարելի է ենթադրել նաև, որ Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագիրը ակտուալ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ կա Միացյալ Նահանգների գործող վարչակազմի հետաքրքրությունը։ Հետագայում բնականաբար սա ազդակ է այն մասին, որ Ադրբեջանի շահերը եւ նպատակները կարող են կերպափոխման ենթարկվել եւ մենք կարող ենք տեսնել Հարավային Կովկասում բոլորովին այլ գործընթացներ եւ այլ դրամաբանություն, քան դա դրված է օգոստոս 8-յան համաձայնության մեջ։ Խաղաղության նախագիծն առաջացավ այն ժամանակ, երբ Ալիևը հայտարարեց, թե կբացի Սյունիքով անցնող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը նաև ռազմական ուժի կիրառմամբ։ Հայաստանի իշխանություններն էլ ըստ փորձագետների փորձ արեցին գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնել խաղաղության խաչմերուկ նախագիծը, իբրև թե ամբողջական ապաշրջափակման գործընթաց։ Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախագիծը ըստ փորձագետների այսպես կոչված TRIP-ի մասշտաբային մակարդակն է, որը պետք է ձգվեր հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, ինչը չէր բխում Ադրբեջանի շահերից։ Թե հանրային խոսույթի մակարդակում, թե միջազգային ցանկացած հարթակում, թե Ադրբեջանի կողմից քննարկման առարկա նույնիսկ չդարձավ։ Corridor going through Azerbaijan. Եվ Մյունխենյան քննարկման ընթացքում Ալիևը մի քանի անգամ շեշտեց, որ լինելու է միջանցք եւ որ այն անցնելու է Ադրբեջանով դեպի Հայաստան, Նախիջևան, Թուրքիա եւ հետո Եվրոպա։ Այսինքն Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Ախուրիկ, Գյումրի եւ հետո Կարս։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը եւս հայտարարեց, որ Թուրքիան իրենց է դիմել Կարս Նախիջևան երկաթգծի ֆիզիկական հնարավորությունը ուսումնասիրելու համար։ Եվրոպան այդ հարցում շահագրգռված է։ Ըստ փորձագետների, եթե այդ երկաթգիծը ավելի շուտ կառուցվի, քան բացվի հայ-թուրքական սահմանը, ապա հայկական երկաթուղին խաղից դուրս կմնա եւ կմնա միայն թուրք-ադրբեջանական ամերիկյան փաթեթավորմամբ TRIP-ի 42 կիլոմետրը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։